Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ այս պահից սկսած 40-ից 45 րոպե ժամանակ ունեք զանգահարելու եւ գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին։ Մեր հեռախոսահամարն է 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am ձեզ շատ լավ ծանոթ մեր տվյալներն են։ Իսկ այսօր, ինչպես եւ խոստացել էինք երեկ, խոսելու ենք անմիզապահության մասին, հատկապես երեխաների մոտ, գիշերային, ցերեկային։ Եթե ունեք հարցեր, զանգահարեք եւ ձեզ կպատասխանի մանկական ուրոլոգ Արաբկիր բժշկական կենտրոնից Ալբերտ Լալազարյանը, բայց մինչեւ հարցազրույցը փոքր ծանոթություն։ Երևի թե չկա մի ընտանիք, որտեղ չի քննարկվել երեխայի գիշերային անմիզապահության հարցը։ Նույնիսկ երբ մի քանի օր, անգամ մի քանի շաբաթ, կարծես ամեն ինչ լավ է լինում, միևնույն է, ինչ որ ստրեսի, շրջակա միջավայրի փոփոխության կամ մեկ այլ պատճառով երեխայի մոտ կարող է կրկին արտահայտվել այդ երևույթը։ Հոգեբաններն ասում են, որ պետք չէ դա դրամատիկորեն ընդունել, հանդիմանել կամ ամաչացնել երեխային, որովհետև նա դիտավորյալ չի թռչում անկողինը։ Քնած ժամանակ ոչ կամային կրկնվող միզումը դադարում է միզապարկի ինքնակառավարման հաստատումից հետո միայն, սովորաբար 5-6 տարեկանից հետո։ Ի տարբերություն գիշերային ակամամիզության, ցերեկային դեպքերը, ինչպես ասում են, ավելի անմեղ են եւ սովորաբար ինքնուրույն անցնում են առանց որևէ բուժական միջամտության։ Բայց քիչ չեն նաեւ դեպքերը, երբ հարցը չի լուծվում առանց բժիշկների։ Ինչու է շարունակվում երեխայի ակամամիզությունը ընդհանուր մինչև դեռահասային տարիք։ Ինչ հիվանդությունների հետևանք կարող է լինել դա եւ ինչ խնդիրներ կարող են առաջանալ այդ երևույթից։ Դեղորայքային թե վիրաբուժական միջամտություն են առաջարկում նման իրավիճակներում բժիշկները եւ ճիշտ են արդյոք ծնողները, ովքեր փորձում են հարցը լուծել տնական թուրմերի եւ տաք պրոցեդուրաների միջոցով։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանն է եւ մենք խոսում ենք երեխաների անմիզապահության մասին։ Բարև ձեզ բժիշկ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել եւ եկել մեր հաղորդաշարին հյուր։ Բժիշկ, երբ է որ այս երևույթը համարվում է նորմայից դուրս։ Դա կապված է տարիքի, հաճախականության, ինչով է որոշվում, որ աննորմալ է երևույթը։ Ուրեմն կա ընդունված դասակարգում սահմանում միանգամից, ասենք ասենք, մի նախադասություն, որը այդ ամեն ինչը բացատրում է, դա անմիզապահությունը դա ժամանակի եւ տարածության անհարմար վայրում եւ անհարմար պահին ակամա միզարձակությունն է կամ անկառավարելի մեզի արտահոսքը, որը լինում է մի անգամ բազմակի կրկնվում է եւ ժամանակի ընթացքում պահպանվում է։ Եվ չի համապատասխանում դա երեխայի հոգեբանական տարիքին։ Անմիզապահությունը, եթե ցերեկվա ընթացքում արտահայտվող անմիզապահությունը, դա նորմալ չի համարվում արդեն 3 տարեկանից սկսած, իսկ գիշերային անմիզապահությունը 5 տարեկանից սկսած։ Դա կապված է միզապարկի աշխատանքի կարգավորման կենտրոնների, նյարդային կենտրոնների ֆունկցիոնալ ձևավորման հետ, որը որ նորմայում ավարտվում է ողնուղեղային կենտրոնը, որը որ պատասխանատու է միզապարկի աշխատանքի կարգավորման համար։ Ինքը ավարտվում է այդ ֆունկցիոնալ կենտրոնի ձևավորումը 3 տարեկանում եւ 3 տարեկանից սկսած արդեն միզապարկի աշխատանքը նորմայում մեծի միզապարկի աշխատանքի նման է եւ 5 տարեկանից սկսած այդ ամեն ինչը արդեն կարգավորվում է եւ կառավարվում է կենտրոնական նյարդային համակարգի ավելի բարձր բաժինների, գլխուղեղի եւ կեղևի կողմից եւ այդ ժամանակ արդեն պետքա չլինի նաեւ գիշերային անմիզապահություն։ Այսինքն չնայած 3 տարեկանում ձևավորվում է արդեն վերջնական տեսքի է գալիս միզապարկը, բայց մինչև 5 տարեկանը դեռևս հնարավոր է, որ նորմալ համարվի գիշերային անմիզապահություն։ Եթե երեխան չունի որևիցե այլ խնդիր, այսինքն չունի վատ աշխատող միզապարկ, չունի ցերեկվա ընթացքում միզարձակության հետ կապված որևիցե այլ գանգատ, այն է դժվարացած միզարձակություն, կաթիլներով միզարձակություն կամ ընդհատումներով միզարձակություն, ցավեր միզարձակության ժամանակ կամ միզարձակությունից հետո կամ այլ որևիցե խնդիր եւ ունի միայն մաքուր գիշերային անմիզապահություն, այդ անմիզապահությունը մինչև 5 տարեկանը համարվում է ֆունկցիոնալ ֆիզիոլոգիական եւ որևիցե բուժման կամ հետազոտման կարիք չի ցուցվում։
ինչուն ստեղ կա առանձնահատկություն, այս ամեն ընդունված տեսակետները եւ որոշումները դրանք ընդունված են մի քիչ ավելի նորմալ երկրների եւ նորմալ առողջապահության եւ տնտեսական վիճակում գտնվող երկրների համար, որտեղ այդ նույն երեխաները ծնված օրվանից սկսած բազմաթիվ անգամ հետազոտվում են, պրոֆիլակտիկ քննություններ են արվում ու բոլորը գիտեն, որ երեխան ինչ ունի կամ ինչ չունի։ Ուրոլոգիական տեսակետից մեր երկրում այդ հետազոտությունները, ասենք ծննդատնից հետո գոնե որ տարիքում են արվում, թե ընդհանրապես չկան, եթե գանգատ չկա։ Եթե գանգատով չեն դիմում, պրոֆիլակտիկ քննությունների ժամանակ պրոֆիլակտիկ քննությունների մեջ չի մտնում սոնոգրաֆիան Հայաստանում, մանավանդ միզուղիների սոնոգրաֆիան, որը որ պետք է իրականացվի լիքը ու դատարկ միզապարկով եւ շատ հաճախ ծնողները չեն էլ իմանում, որ իրենց երեխան ունի ասենք օրինակ միզապարկի կամ միզուկի կամ ինչ-որ այլ միզային ստորին միզային համակարգի օրգանների սխալ կառուցվածք կամ սխալ ֆունկցիա։ Եվ դա նույնպես նշեցիք, որ հնարավոր է բերի անմիզապահության։ Ձեր պրակտիկան ինչ է ցույց տալիս կամ կա Հայաստանում արված վիճակագրություն, թե որքան տարածված է այդ երևույթը, եթե ցերեկային անմիզապահությունը 3 տարեկանից հետո եւ գիշերայինը 5-ից հետո եւ ավելի շատ աղջիկ երեխաներն են այս խնդրին հակված, թե տղաները։ Եկեք Հայաստանի վիճակագրության մասին չխոսենք։ Խոսենք առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ անմիզապահությունով զբաղվող 3 հիմնական միջազգային կառույցների արած վերլուծության եւ վիճակագրության մասին։ Անմիզապահության հաճախականությունը բավականին բարձր է եւ 5 տարեկան երեխաների մոտ գիշերային անմիզապահությունը պահպանվում է դեռ մինչև 12.5% դեպքերում միջինացված տվյալներով տարբեր կենտրոնների, դա բավականին մեծ թիվ է, այո, բավականին մեծ թիվ է։ Եվ սկզբնական շրջանում մինչև 7-8 տարեկանը ավելի հաճախ հանդիպում է աղջիկների մոտ, դրանից հետո մինչև սեռահասնացման տարիքը տղաների մոտ, նրանից հետո 14-15 տարեկանից հետո մոտավորապես հավասար է մի քիչ աղջիկների մոտ ավելի գերակշռում։ Այո, եւ եթե որևէ միջամտություն չարվի, հնարավոր է երևույթը պահպանվի ամբողջ կյանքի ընթացքում, թե այնուամենայնիվ ինչ որ մի ժամանակ այն ինքնուրույն անցնում է։ Եթե վերցնենք ընդհանուր անմիզապահություն կոչվածի ստատիստիկան, եթե ոչինչ չարվի, որովհետեւ հետազոտություն կամ բուժում կամ ընդհանրապես բժշկի չդիմեն, մինչև 18 տարեկանը 75%-ի մոտ ինքնուրույն անմիզապահությունը անցնում է։ Եվ 18 տարեկանից հետո մնացած 25%-ի մոտավորապես 15%-ը էլի անցնում է։ Մյուս 10%-ի մոտ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում, եթե որևէ բան չարվի կամ անցնում է շատ ավելի ուշ տարիքում։ Սակայն խորհուրդ չի տրվում սպասել կանցնի թե չի անցնի, ինչի համար։ Այստեղ կա երկու խնդիր։ Առաջինը, եթե մենք գործ ունենք միզապարկի դիսֆունկցիա կոչված երևույթի մասին, որը որ մի քիչ ընդհանրացված ընդհանրական հասկացություն է, իր մեջ ներառում է շատ տարբեր սիմպտոմներ, սինդրոմներ եւ վիճակներ, այդ դեպքում ցանկալի չի որևիցե բան չանել, որովհետեւ վատ աշխատող միզապարկը, սխալ աշխատող միզապարկը ինքը ժամանակի ընթացքում բերում է երիկամների տուժելու, այդ նույն եթե վերցնենք մաքուր դիսֆունկցիոնալ միզարձակությամբ երեխաների մոտ գիշերային անմիզապահությունը, դրանց մոտ որոնց էլի մոտ 70% մինչև 18 տարեկանը կարգավորվում է, այդ 70%-ից մոտավորապես 18%-ի մոտ 18 տարեկանում արդեն լինում են երիկամների հետ կապված որևիցե այս կամ այլ ախտահարումներ, որոնք ժամանակի ընթացքում բերում են երիկամային որոշ չափի ֆունկցիաների իջեցման երիկամների։ Այո, բժիշկ, միզապարկի դիսֆունկցիան, որը կարող է ուղեկցվել փաստորեն, ես որքան պատկերացրի, նաև անմիզապահությամբ, էլ ինչ ախտանշաններով կարող է ծնողներին հուշել, որ պետք է դիմել բժշկի, եւ ընդհանրապես անմիզապահությունը ինքը կարող է ուղեկցվել նաև այլ ախտանշաններով, բացի նրանից, որ երեխան հաճախակի եւ ոչ իր տարիքին համապատասխան ժամանակ ու վայրում, ինչպես դուք նշեցիք, չի կարողանում զսպել այդ ցանկությունը, թե ինքն է լինում որպես ուղեկցող արտահայտություն որպես կանոն այլ հիվանդությունների։ Անմիզապահությունը ընդհանուր եթե վերցնենք իր կառուցվածքի մեջ
եթե վերցնենք մաքուր մենակ գիշերային անմիզապահությունը, որը որ կոչվում է մոնոսիմպտոմատիկ գիշերային անմիզապահություն, այսինքն խնդիր, որը որ միակ արտահայտման եւ միակ խնդիրը դա գիշերվա ընթացքում քնած ժամերին մեզի ակամա արտահոսքն է։ Եվ նշանակություն չունի հաճախականությունը, քանակը։ Չէ, քանակը նշանակություն չունի, եւ հաճախականությունը եւս նշանակություն չունի։ Դրա մասին հետ մի քիչ ավելի մանրամասն հետո կխոսենք։ Այդ դեպքերում մեծ մաս դեպքերում, որովհետեւ միզապարկի ֆունկցիայի խանգարման նշաններ չեն լինում։ Այո։ Եվ իրանք ինքը արտահայտվում պատճառը նման երևույթի դա գիշերվա ընթացքում արտադրվող մեզի շատ քանակությունն է, որը որ չի կարող տեղավորել միզապարկի մեջ։ Դրա պատճառը անտիդիուրետիկ հորմոնի արտադրության ցիրկադային ռիթմի խանգարումն է եւ գիշերվա ընթացքում պետք է անտիդիուրետիկ հորմոնի արտադրությունը բարձրանա եւ մեզի արտադրվող մեզի քանակությունը իջնի։ Այո։ Եվ նույն, ասենք 8 ժամվա ընթացքում, ցերեկվա ընթացքում մենք ունենում ենք նորմայում միզարձակության 3-4 ցանկություն, սակայն գիշերվա ընթացքում մենք քնում ենք 8 ժամը եւ որովհետեւ միզարձակության կարիք չենք ունենում, այդտեղ խնդիրը դա է, որ այդ ժամերին ուղղակի մեզ քիչ է արտադրվում։ Նման երեխաների մոտ այդ հորմոնի արտադրության ցիրկադային ռիթմը խանգարված է եւ գիշերվա ընթացքում երիկամները շարունակում են նույն արագությամբ մեզ արտադրել, ոնց որ ցերեկվա ընթացքում եւ միզապարկը երբ որ շատ է լցվում, այդտեղ կա երկու շարունակություն, կամ դրանից երեխան զարթնում է ու գնում է միզելու, որը որ էլի նորմալ չի, որովհետեւ գիշերը քնելու համար է, ոչ թե միզելու համար է բարբերաբար, ասենք 3-4 անգամ, կամ երեխան չի զարթնում դրանից եւ միզապարկը ինքը իրան դատարկվում է։ Այստեղ եթե մենք ոչինչ չանենք, չհետազոտենք, չբուժենք, ոչինչ չանենք, խնդիր կարա առաջանա երկրորդ խնդիրը, որը որ ասացի, ինչի մենք պետք է հետազոտենք, առաջինը որ դիսֆունկցիա է, երկրորդը մենք ունենում ենք հետագայում հոգեբանական լուրջ խնդիրներ նման երեխաների մոտ, որոնք որ անընդհատ ունեն գիշերային անմիզապահություն, իրանք կլնում են ընկճված, իրանք ունենում են հոգեբանական անլիարժեքության կամ թերության զգացում, որը հետագայում բերում է անձի փսիխոպաթիզացիայի որոշ տոկոս դեպքերում, իհարկե ոչ 100% դեպքերում, բայց բավականին հաճախ։ Հասկանալի է։ Բժիշկ, ներողություն եմ խնդրում, որ ձեզ ընդհատում եմ, այս պահին պետք է մեր եթերային ժամանակը տրամադրենք փոքր գովազդային տեսահոլովակներին։ Ես հիշում եմ, որ մենք պիտի շարունակենք այդ հոգեբանական ճնշվածությունից, որ առաջանում է երեխաների մոտ այս երևույթից կախված անմիզապահությունից եւ նաեւ ախտորոշման մեթոդներից։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք այսօր հյուրընկալել ենք մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանին եւ խոսում ենք մանկական անմիզապահության մասին։ Եթե ձեր փոքրիկները ունեն նման խնդիր, գիշերը ակամայից թռչում են անկողինը կամ ցերեկը չեն կարողանում զսպել ցանկությունը, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով եւ ուղղեք ձեր հարցը բժշկին, քանի դեռ նա մեր տաղավարում է։ Այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը։ Այսօր մենք խոսում ենք մանկական անմիզապահության, գիշերամիզության մասին եւ այս առիթով մեր տաղավարում է մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանը։ Զանգահարեք 54 89 34, եթե ունեք հարցեր, կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ araratgtsik.tv.am էլեկտրոնային հասցեով։ Բժիշկ, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, հետո շարունակենք հարցը։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քույրս 80 տարեկան է։ Տարապում է միզարթակման բանից, միզապահությունը շատ վատ վիճակում է։ Իրան էլ հնարավոր չէ, էլի որ ինչ որտեղ տանենք հետազոտման, խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք ինչ դեղամիջոցներով կարելի է կարգավորել այդ հարցը։ Շնորհակալություն։ Չնայած դուք մանկական մասնագետ եք, բայց հեռուստադիտողները առիթը բաց չեն թողնում։ Այդ տարիքում, եթե իհարկե շատ հարցեր կար ճշտելու, բայց այդ տարիքում անմիզապահություն, եթե նոր է սկսվել, դա մեծ մասամբ կախված է լինում կամ նևրոլոգիական խնդիրների հետ, կենտրոնական նյարդային համակարգի գլխուղեղի ողնուղեղի ախտահարումների հետ, կամ կապված է լինում շաքարային դիաբետի հետ կապված գիշերվա ընթացքում նույն ձևով շատ մեծ արտադրության հետ, կամ որ ավելի հավանական եւ ավելի հաճախ է լինում դա կոչվում է stress incontinence կամ ստրեսային անմիզապահություն։ Խնդիրը առաջանում է
կանացի սեռական օրգանների իջեցման հետևանքով, նաև միզապարկի վզիկի իջեցման պատճառով վզիկի վրա ճնշման, կոնքի ստոծանումականների ճնշման թուլացման հետևանքով ծիծաղելիս, հազալիս, փռշտալիս, ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ, ներվորովայնային ճնշման բարձրացման ժամանակ մեզի ակամա աորտաուսքից։ Վերջին ստրես ինկոնտինենսը, վերջին նկարագրածը ինքը բուժումը միակ վիրաբուժական է, ոչ որից բուժման հնարավորություն չկա։ Մյուս դեպքերում, եթե կա հիմնական հիվանդություն, պետք է սկսել հիմնական հիվանդությունը հետազոտելուց եւ բուժելուց, հետո նոր միայն անդրադառնալ անմիզապահությունը ոնց կարելի է վերացնել կամ չվերացնել։ Այսինքն այնուամենայնիվ պետք է ինչ-որ ձևով տանել 80-ամյա տատիկին հետազոտություն։ Գիտեք, տարիքը ստեղ էական չի, որևիցե հիվանդի հեռախոսով, չգիտեմ, համակարգչով, ինտերնետի միջոցով տված հարցին պատասխանել կա այսինչ հիվանդությունը եւ դրա բուժման այսինչ տարբերակը մի քիչ այնքան էլ ճիշտ տարբերակ չի, որովհետեւ առաջինը հարց տվողը կարող է ինքը իր ճիշտ չկարենա իր հարցը ձևակերպի կամ իր գանգատները ձևակերպի, չհասկանալու հետևանքով կամ չկա խոսակցական լեզվի ոչ նորմալ լինելու հետևանքով, երկրորդը առանց հիվանդին տեսնելու եւ գոնե իր հիվանդի հետ զրուցելու եւ գանգատները ավելի մանրամասն ճշտելու, ասել որ կա անմիզապահություն, ուրեմն պետք է անել կամ ոչ անմիզապահություն, կա սուր ռեսպիրատոր վիրուսային վարակու պետք է անել այսինչ բանը, մի քիչ այնքան էլ առավել եւս բուժում նշանակել, հասկանալի է։ Մեր ձեր խորհուրդը, մեր խորհուրդը ընդհանուր, ես որքան շփում եւ հասկանում եմ բժիշկների հետ հանդիպումներից, նախ հետազոտվելը պարտադիր է։ Պետք չէ գոնե բժշկին դիմելն է պարտադիր, ոչ թե ծանոթ գտնել, որը որ ունեցել է նույն խնդիրը եւ տվել են այսինչ տեղը ու լավ է եղել ու փորձել է տեղը ուժվել, կամ գնալ դեղատուն ու հարցնել ես այսինչ բան ունեմ, ինչ տեղ խմեմ որ անցնի, այլ դիմել բժշկի, որը որ այդ հարցով զբաղվում է շատ ավելի լավ, քան թե նույն ծանոթը կամ դեղատան աշխատողը։ Այո, վերադառնանք բժիշկ այն խնդիրներին, որ առաջանում էին, եթե անմիզապահության խնդիրը, այսպես ասած, անուշադրության մատնվի, եւ երեխան դուք նշեցիք, որ նախ հոգեբանական մեծ ճնշվածության է ենթարկվում, եւ բացի դրանից հնարավոր են նաեւ առողջական այլ խնդիրներ առաջանալ։ Եթե մենք ունենում ենք միզապարկի ֆունկցիայի խանգարման հետևանքով անմիզապահություն, միանշանակ այլ խնդիրներ կարող են առաջանալ։ Դա երիկամների ախտահարումն է ժամանակի ընթացքում, որը որ կարող է լինել տարբեր պատճառներով եւ տարբեր ձևերով ախտահարում, հիմա չթվարկենք ինչ կարող լինի, եւ երկրորդը կրկնվող միզուղիների ինֆեկցիաներն են, որը որ վատ աշխատող միզապարկի պայմաններում շատ հաճախ է լինում եւ սովորաբար դիմում են նաեւ հիվանդների մի մասը, որոնք ունենում են միզապարկի դիսֆունկցիայի հետևանքով անմիզապահություններ, դիմում են հենց այդ միզուղիների ինֆեկցիաների սրացման ժամանակ եւ հետո ինֆեկցիան բուժելուց հետո տեսնում ենք տակը ինչ ամնում, ինչն է պետք բուժել, որպեսզի չունենանք այլ խնդիրներ բացի եւ անմիզապահություն չունենանք։ Այո, լսենք հաջորդ հեռուստադիտողին, բժիշկ, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վինատիպ հարց ունեմ, երեխաս 6 տարեկան է շուտով դառնում, աղջիկ երեխա է, գիշերային միզարցակության հետ կապված էլի խնդիր ունեմ, 1-2 անգամ լինում է։ Ինչ հետազոտություն, ոնց, ինչ հերթականությունով սկսենք, շնորհակալություն հարցի համար։ Հենց այն տեղին հնչեցրեց հեռուստադիտողը զանգը, որ ինքս էլ պետք է հարցնեի, եթե ծնողը երեխայի հետ գալիս է նման բողոքներով, ինչից եք սկսում, ինչ հետազոտությունների եք ուղարկում եւ աստիճանաբար ինչպես է ընտրվում տակտիկան բժշկական նոտից։ 6 տարեկանում իհարկե գիշերային անմիզապահությունը կարիք ունի հետազոտման, որովհետեւ դա արդեն նորմալ չի։ Իհարկե հարգարժան ծնողը չնշեց 1-2 անգամ դա ասենք մի գիշերվա ընթացքում, մեկ ամսվա ընթացքում կամ չգիտեմ շաբաթվա ընթացքում, եթե մի գիշերվա ընթացքում 1-2 անգամ անմիզապահություն է, դա միանշանակ կարիք ունի հետազոտման երեխան։ Ինչից է սկսվում։ Էլի խոսենք նորմալ երկրներում ինչից է սկսվում։ Սկսվում է նրանից, որը պետքա ծնողը երեխայի հետ միասին լրացնեն միզարցակության օրագիր կոչվածը, որը որ տարբեր
տեղեր կոչվում է տարբեր կերպ, կոչվում է նաև խմելու եւ միզելու սպոնտան ռիթմ, միզարձակության օրագիր եւ այլ անուններ, որոնք ավելի քիչ են տարածված։ Մեզ մոտ նման բան չկա եւ նույնիսկ չեք խորհուրդ տալիս կազմել ծնողներին։ Միանշանակ խորհուրդ ենք տալիս եւ սկսում ենք դրանից։ Ծնողների մի մասը, որոնք որ մանավանդ գալիս են հեռվից, ասենք օրինակ Շրջանից, ու պետքա գոնե 1-2 անգամ պակասացնել իրանց այցերը ելնելով տնտեսական կամ քաղաքական աշխարհագրական ինչ-որ խնդիրներից։ Մենք առաջի օրը նախնական մի քանի հետազոտություն անում ենք, բայց մինչև չենք ունենում այդ միզարձակության օրագրի գրառումները 3 օրվա ընթացքում։ Մենք որովհետեւ եզրակացություն եւ հետազոտության շարունակություն եւ ախտորոշում եւ բուժում չենք առաջարկում եւ արդեն կամաց սովորում են մեր մոտ եկող մարդիկ։ Արդեն գալիս են 3 օրվա օրագրը։ Չէ, սովորաբար տենց չի լինում ու որ իրանք արդեն տենց կան։ Մենք նաեւ դասախոսություններ ենք ունեցել բժիշկների համար, որոշ բժիշկներ կան, որոնք որ տարբեր տեղերից ուղարկում են հիվանդներ, արդեն այդ գրառումները արած, ու բավականին դա ողջունելի տարբերակ է, որովհետեւ առաջինը արդեն մարդիկ գալիս են պատրաստ իմանալով, որ այս բանը պետք է ունենային ու այս մարդու հետ պետք է շփվեն ու այսինչ հետազոտությունները պետք է անեն։ Երկրորդը 1-2 այցելություն դրանով պակասում է ու համ հիվանդի ժամանակն է խնայվում, համ բժշկի ժամանակն է խնայվում եւ ամեն ինչ ավելի արագ է իրականացվում։ Եվ դրանից հետո օրագրից հետո գործիքային հետազոտություններ նույնպես կատարվում են կամ կատարվում են շատ հետազոտությունների կարիք կարող է լինել կամ չի լինել, բայց կա նախնական հետազոտությունների խումբ, որը որ պարտադիր պետք է իրականացվի ցանկացած անմիզապահություն ունեցող հիվանդի մոտ։ Դա մեզի ընդհանուր քննությունն է, որը որ ցույց է տալիս առաջինը ունենք ինֆեկցիա միզուղիներում թե չունենք։ Այո։ Երկրորդը մեզի տեսակարար կշիռը, որը որ տարբեր անմիզապահությունների ժամանակ տարբեր կերպով փոխված լինում։ Այնտեղ երկրորդ հետազոտությունը, որ պետք է անել, դա սոնոգրաֆիան է, ուլտրազայնային հետազոտություն լիք եւ դատարկ միզապարկի պայմաններում, որը որ թույլ է տալիս հասկանալ ունենք արդյոք կառուցվածքային խնդիր վերին ստորին միզուղիների հետ կապված, ունենք արդյոք միզապարկի պատերի հաստացում, ունենք արդյոք բավարար ծավալ միզապարկի տարիքին համապատասխան, ունենք արդյոք միզարձակությունից հետո միզապարկի նորմալ դատարկում, թե ունենք մեծ քանակությամբ մնացորդային մեզ եւ այլ շատ հարցերի պատասխան է տալիս, որը որ մեզ օգնում է կողմնորոշվել։ Եվ հաջորդ հետազոտությունը, որը որ էլի պարտադիր արվում է, դա մեզի հոսքի արագության որոշումն է, կամ կոչվում է ուրոֆլոմետրիա հետազոտությունը։ Դա հատուկ սարք է, որի մեջ երեխան միզում է եւ մեզի արագության գրաֆիկական պատկերն է տալիս ժամանակի ընթացքում ոնց է փոխվում միզարձակության շիթով է գալիս կաթիլներով, դանդաղում է, արագում է, սկզբից միանգամից մեծ արագությամբ է սկսում, թե կամաց-կամաց է արագություն բարձրանում, որը որ շատ մեծ նշանակություն ունի հետագա տակտիկան ընտրելու համար։ Արդյոք կարիք ունի ինքը այլ հետազոտություններ անցնելու, թե դրանով արդեն ամեն ինչ սահմանափակվում է եւ պետք է բավական մանրամասն փաստորեն հետազոտություններ անցնելուց հետո նոր որոշում եք, թե որ երեխայի հետ ինչ ընթացքով եք շարունակելու։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին նույնպես բժիշկն է սպասում է արդեն, ալո։ Բարև ձեզ բժիշկ ջան, ես մի հարց ունեմ ձեզեղելու։ Իմ թորնիկներս գիշերային անմիզապահություն ունեն, մենք չենք թողնում հեղուկներ օգտագործեն գիշերվա ուշ ժամին, չգիտեմ ինչքանով ենք ճիշտ, ինչքանով չէ, բայց կուզենայի իմանալ նաև ժառանգական դա ֆակտոր ունի, թե ոչ, շնորհակալություն։ Շնորհակալություն, ներողություն եմ խնդրում ձեր հարցի պատասխանը գովազդից հետո դիտենք, բժիշկ պահը մոտեցավ կրկին երկրորդ գովազդային դադարի, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ այսօր մենք խոսում ենք անմիզապահության, հատկապես երեխաների անմիզապահության գիշերային ցերեկային խնդիրների մասին, զանգահարեք 548934 հեռախոսահամարով կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ արատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով, ձեր հարցերին կպատասխանի մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանը, այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, այսօր մենք խոսում ենք երեխաների անմիզապահության մասին, մեր եւ ձեր հարցերին պատասխանում է մանկական ուրոլոգ Ալբերտ Լալազարյանը Արաբկիր բժշկական կենտրոնից, զանգահարեք 548934։ Բժիշկ հարցը հնարավոր է դա ժառանգական
տարբերակով փոխանցվի երեխային այդ անմիզապահության խնդիրը եւ տատիկը թորնիկի մասին էր հարցնում։ Ուրեմն անմիզապահության բոլոր տեսակները ժառանգական նախատրամադրվածություն ունեն, եթե ընդհանուր միջինացված տվյալներ վերցնենք, ծնողներից մեկի մոտ անմիզապահության լինելու պայմաններում երեխայի մոտ անմիզապահություն լինելու հավանականությունը մոտ 60% է, 57-65 sense տարբեր ծնողների տարբեր տվյալներով, եւ եթե երկու ծնողները ունեն 75%-ից ավել է բոլոր տվյալներով երեխայի մոտ անմիզապահություն ունենալու հավանականությունը։ Կա նախատրամադրվածության առանձին ցուցանիշներ որոշված ամեն անմիզապահության խմբի համար, բայց ինձ թվում է դա էական չի տենց։ Բժիշկ պատճառներին անդրադառնալով անմիզապահության նաև էլեկտրոնային փոստով ստացված մի քանի հարցերի միանգամից պատասխանենք։ Հեղինակներից մեկը հարցնում է. հնարավոր է դա կապված լինի աղջիկ երեխայի մասին է նկարագրում, որ 11 տարեկան է եւ նման խնդիրներ դեռ ունի գիշերային անմիզապահության, ասում է ծննդատնից չակերտներով նա ժառանգել էր սեռական ինֆեկցիա, հնարավոր է, որ այդ հիվանդությունը մինչև հիմա արտահայտություն ունենա եւ այդ ձևով եւ ծնողներից մեկն էլ հարցնում էր, թե հնարավոր է սովորական գրիպից անմիզապահություն լինի։ Ինչ վերաբերում է սեռական ինֆեկցիային, աղջիկների մոտ արտաքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ փոխվում է միզարձակության ձևը, որի հետևանքով, եթե երկար ժամանակ տենց մնա, հնարավոր է, որ առաջանան գանգատներ միզարձակության հետ կապված եւ կարող է առաջանան նաեւ ցերեկային թացացումներ, բայց որ գիշերային անմիզապահություն լինի, դրա հավանականությունը շատ մեծ չի, չնայած բացառել 100%-ով հնարավոր չէ, մինչեւ չհետազոտվի։ Այո։ Իսկ գրիպը։ Ինչ վերաբերում է գրիպին, ցանկացած վիրուսային վարակ իր հետևանքը կարող է թողել նյարդային համակարգի վրա, եւ եթե ունենանք նյարդային համակարգի այս կամ այն հատվածի ախտահարում, միելիտներ, էնցեֆալիտներ, հետևքում կարող ենք ունենալ դրանից հետևանք առաջացող անմիզապահություն, բայց որպես անմիջապես գրիպի վիրուսը ազդի միզապարկի վրա կամ ինչ որ մի ձևով ազդի մեզի արտադրման քանակի վրա, տենց սովորաբար չի լինի։ Այո, բժիշկ անդրադառնանք նաև բուժման միջոցներին, մեր հեռուստադիտողներից մեկը, չգիտեմ որքան է տեղյակ խնդրին, բայց գրել է հնարավոր է, որ երեխային գիշերը անընդհատ արթնացնեմ, որ գիշերվա մեջ մի քանի անգամ եւ ստիպեմ զուգարան գնալ, նրա մոտ ձևավորեմ այդ ռեֆլեքսը եւ գիշերային անմիզապահությունից ազատվի երեխան։ Կա տենց տարբերակ, եթե մենք խոսենք մոնոսիմպտոմատիկ գիշերային անմիզապահության, այսինքն նորմալ պարամետրերով միզապարկի աշխատանքի ուղղակի գիշերը շատ մեծ քանակության դեպքում, կա տենց տարբերակ բուժման, որը կոչվում է ալարմ թերապի կամ զարթուցիչաբուժություն, որտեղ բուժման ձևը միզարձակության պահին արթնանալու ռեֆլեքս ձևավորելուն է ուղղված, բայց դրա սխալ արտասահմանյան գրականությունից սխալ թարգմանության արդյունքում դարել է, որ պետք է երեխային ինչ-որ ժամանակին ինչ-որ արթնացնել, որ ինքը գնա միզի, որ միզապարկը չհասցնի լցի ու չդատարկվի։ Ինչպես է որոշվում այդ ժամանակը։ Դա ժամանակը չի որոշվում, դա հատուկ սարք է, որ տեղադրվում է երեխայի տակաշորի մեջ կամ սպիտակեղենի տակ եւ միզելու պահին կոնտակտները միանում են եւ զանգ է տալիս եւ այդ պահին ինքը արթնանում է։ Բայց դա առաջինը արթնացնել դրանից առաջ, որ ինքը գնա միզի ու դրանից հետո ինքը անմիզապահություն չունենա, դա ճիշտ տարբերակ չի երկու պատճառով, որովհետև դրանից ինքը չի սկսելու ինքն իրան արթնանալ, որովհետև ինքը չի գիտի, թե երբ պետք է արթնանա, իր մոտ կոնկրետ պահի դրությամբ չի ռեֆլեքսը ձևավորվում, այլ երբ որ ծնողը կուզի զարթնացնի։ Այո։ Եվ երկրորդը, այսինքն չի սկսի երեխան դրանից ինքը իրան արթնանալ։ Եվ երկրորդը դա այնքան էլ ճիշտ տարբերակ չի, որտեղ գիշերային քնի խանգարումը կրկնվող անընդհատ ամեն օր այդ տարիքի, ընդհանրապես մանկական տարիքի մինչև առավել հաճախ մինչև 14-15 տարեկան երեխաների մոտ, դա ինքը իրան վերում է արդեն հոգեբանական լուրջ խնդիրների եւ նևրոլոգիական լուրջ խնդիրների հետ։ Այո, բժիշկ, իսկ դուք ինչ բուժում եք նշանակում։ Հարցը լուծվում է դեղորայքային ճանապարհով, թե վիրաբուժական կամ եթե երկուսն էլ կիրառելի են, որ դեպքում որին է գնում։ Վիրահատոց
վիրահատության միջոցով բուն անմիզապահությունը բուժել վիրահատության միջոցով սովորաբար դրա կարիքը չի լինում, դա մենակ այն դեպքերում, երբ որ մենք կունենանք միզուկի փականային համակարգի ատոնիա, այսինքն չկա միզուկի փականային համակարգը եւ մեզ անընդհատ արտահոսք է ունենում, այդ ժամանակ կարող ենք խոսել մենակ վիրահատական բուժման մասին, որը որ երեխաների մոտ սովորաբար չի լինում, ու դրա կարիքը սովորաբար չի։ Մենք առայժմ չենք ունեցել նման երեխա, ասենց ասեմ, գրականության տվյալներով ուղղակի։ Բուժումը դեղորայքային է մեծ մաս դեպքերում, շատ հաճախ մոնոսիմպտոմատիկ անմիզապահությունների ժամանակ սկսում ենք առանց դեղորայքի եւ նորմալ երկրներում եւս սկսում են միջոցառումների կոմպլեքս, որոնք ուղղված են հեղուկների օրվա ընթացքում հեղուկների ընդունման տեղաբաշխմանը ճիշտ, այսինքն առաջին, երկրորդ, երրորդականներում մեծ քանակությամբ հեղուկներ, քնելուց առաջ վերջին ժամերին քիչ քանակությամբ հեղուկ կամ հեղուկները բացառել, մեկ երկրորդը ուղղված են օրվա ռեժիմի փոփոխություններին, եւ որ քնելուց առաջ մի քանի ժամ ուղեղին տալիս ենք հանգիստ, վերացնում ենք լարվածությունը, վերացնում ենք ծանրաբեռնվածությունը մանավանդ վիզուալ գրգռիչների եւ ձայնային գրգռիչների նկատմամբ, նույն հեռախոսներ, ինտերնետ եւ այլն եւ այլն, եւ թողում ենք ուղեղը հանգստանա գիշերը քնելուց առաջ վերջին 2 ժամվա ընթացքում եւ մյուս միջոցառումը, որ կարելի անել, դա նաեւ դիետայի փոփոխություններն է, որ բացառվում են գրգռիչ սնունդը մանավանդ վերջին ժամերի ընթացքում օրվա եւ հիմնական սնունդը քանակապես շատ ծավալով մեծ սնունդը կազմակերպվում է մինչև քնելուց առաջ 4-5 ժամ եւ դրանից հետո եթե երեխան սովածանում է թեթև սնունդ քիչ քանակությամբ։ Հասկանալի է։ Բժիշկ, խնդրում եմ պատասխանենք նաեւ հեռուստադիտողներից վերջինի երևի հարցին, նա ասում է իմ տատիկը պնդում է, որ անմիզապահությունը իր բոլոր երեխաների մոտ ինքը վերացրել է երիցուկի թուրմի եւ տաք լոգանքների միջոցով եւ թույլ չի տալիս, որ երեխայի ստանեն բժշկի մոտ։ Երիտասարդ մայրիկ է բողոքում է տատիկի մեթոդից կրկին։ Խնդրում եմ ասեք, թե որքան ձեր պրակտիկայում հանդիպում են նման դեպքեր եւ արդյոք արդյունավետ են իսկապես ժողովրդական բժշկության, եթե այդպես անվանենք, միջոցները։ Երիցուկի թուրմի մասին որևիցե դրական բան չեմ կարող ասել տվյալ դեպքի համար, չնայած իրան շատ ցանկալի է օգտագործել որոշ այլ դեպքերում, բայց անմիզապահության առումով ինքը որևիցե ազդեցություն չունի կամ ապացուցված որևիցե մի հետազոտություն, որը ապացուցում է, որ որևէ դրական կամ բացասական ազդեցություն ունի երիցուկի թուրմը, առայժմ ես չեմ հանդիպել։ Ինչ վերաբերում է տաք վաննաներին, տաք վաննաները կարող են որոշ չափով նշանակություն ունենալ եւ օգուտ տալ, եթե մենք ունենք հիպերակտիվ միզապարկ, այդ ժամանակ շատ հաճախ մենք էլ ենք նշանակում միզապարկի վրա տաք հասնող ապլիկացիաներ, պրոցեդուրաներ, որոնք կարող են օգուտ տալ եւ միզապարկի աշխատանքը ակտիվությունը մի քիչ իջացնել դետրուզորի եւ դրանով անմիզապահություն անցկացնել, բայց ասել միանշանակ, որ կարելի է երեխային չտանել եւ ինչ որ երիցուկի տաք թուրմերով վաննաներ անել ու դրանով կանցնի ու խորհրդալ բոլորին այդպես անել, ես ռիսկ չի անի։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ բժիշկ հետաքրքիր զրույցի համար։ Մենք ներողություն եմ խնդրում այն հեռուստադիտողներից, ում հարցերին չհասցրեցինք պատասխանել, ռեժիսորը հուշում է, որ ունենք հեռախոսազանգեր, բայց ժամանակը սպառվեց, շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր մանկական ուրոլոգ Արաբկիր բժշկական կենտրոնից Ալբերտ Լալազարյանը եւ նա պատասխանում էր երեխաների անմիզապահության, գիշերային, ցերեկային անմիզապահության խնդիրների մասին հարցերին։ Հիշեցնեմ բժշկի 1-2 խորհուրդ։ Նախ երեխային օրվա վերջում հեղուկներ քիչ տվեք, եթե նա ունի նման խնդիր, դիտվել է արդեն, եւ եթե պետք է դիմեք մանկական ուրոլոգի, լավ կլինի, որ 3 օրվա օրագիր ձեզ հետ տանեք, թե որքան հեղուկ է խմել երեխան եւ որքան անգամ է միզել ու ինչ քանակությամբ, որպեսզի բժշկին օգնած լինեք եւ մեկ քայլ առաջ գնաք դեպի հետազոտությունն ու բուժումը։ Սա այսօրվա թեմայի մասին, իսկ վաղը մենք խոսելու ենք դիետաների, հատկապես էնդոկրին հիվանդությունների դեպքում առաջարկվող դիետաների մասին եւ ընդհանրապես սննդակարգը ինչ է, ճիշտ է, սխալ է, ամեն տեղ խոսում են սննդակարգի մասին, մեր հյուրն է լինելու սննդաբան էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, նախապատրաստեք ձեր հարցերը, մինչ հանդիպում, առողջ եղեք։